Վաշինգտոնում ստորագրեց մի պայման համաձայնագիր, որով դա պետք է վերադարձնի Հայաստանից իր գրաված տարածքները։ Ինքը Հայաստանից գրավել է 240 քառակուսի կիլոմետրի մոտ բարձրունքներ, ամբողջ Տավուշից սկսած մինչև Պարսկաստանի սահմանը, եւ գրավելուց հետո էլ հայտարարել է բազմիցս, որ այն տարածքները, որտեղ մեր զինվորն է կանգնած, դա Ադրբեջանին է։ Հիմա դրան հակառակ ստորագրություն է տվել Թրամփի ներկայությամբ։ Հիմա իրեն ինչպես պիտի դժվար վիճակի մեջ է դրել իրեն։ Ասել է մենք Հայաստանի ամբողջականությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, ուրեմն այդ 240 քառակուսի կիլոմետր գրաված տարածքից պետք է դուրս գա։ Քանի որ 2020 թվականի սեպտեմբերի այդ համաձայնագրի ժամանակ որոշվեց, որ զորքերը վերադառնան խորհրդային սահմաններին եւ վերադարձան բոլորը։ Հետո 6 ամիս հետո մայիս 2021 թվականից հետո Ադրբեջանը սկսեց ներխուժել Հայաստանի տարածք եւ գրավել տարածքներ Հայաստանից բարձրունքներ հատկապես գրավելով։ Նա լավ գիտի, որ դրանք իրեն չեն պատկանում, բայց հայտարարել է, որ մեր տարածքն են դրանք։ Հիմա դրանից ինչպես պետք է ժողովրդի առաջ հրաժարվի։ Ուրիշ կեղծ պահանջներ ներկայացնելով, ասեք Գոկչա անունը թուրքական է, ուրեմն դա թուրքական լիճ է։ Դա ինչ նշանակություն ունի, անունը ինչ է դրված։ Դա Հայաստանի մեջտեղումն է գտնվում այդ լիճը։